Ճապոնիայի կայսերական դինաստիան երևի թե միակն է աշխարհում, որ երբևէ չի ընդհատվել։ Մեր թվարկությունից առաջ 711 թվականին այն հիմնադրել է կայսր Ձիմուն, այսօրվա կայսր Ակիհիտոն նրա ուղիղ ժառանգն է։ Ճապոնիայում կայսրը պետության ու ժողովրդի միասնականության խորհրդանիշ է համարվում։ Միասնականություն, ավանդույթներ ու դրանց վրա հիմնված զարգացում, այս արժեքներով է ապրում Ճապոնիան։ Արժեքների գլխավոր պահապան կայսր Ակիհիտոն պալատի դռների մոտ դիմավորում է Հայաստանի նախագահին։ Ակիհիտոն կայսերական գահին է 1989 թվականից, Ճապոնիան սահմանադրական խորհրդարանական միապետություն է։ Վարչապետին խորհրդանի առաջարկով նշանակում է կայսրը։ Ակիհիտոն եւ Սերժ Սարգսյանը զրուցում են հազարամյակների պատմություն ու մշակույթ ունեցող ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ու դրանց զարգացման հնարավորությունների մասին։ Կայսրը պատվավոր հյուրերին ճանապարհից ներս չի գնում, քանի դեռ նախագահի շարասյունը չի լքել կայսերական պալատի տարածքը։ Ներս գնալուց առաջ միապետը նաև հայաստանցի լրագրողներից է ողջունում, հազվադեպ երևույթ միապետի պրոտոկոլում։